մենք փորձում ենք շանս տալ Տիկին Դանիելյանին, որ վերջին հնարավորություն, որ այս ամեն ինչից հետո, այս սկանդալային պատմություններից հետո ի վերջո համաձայնվի եւ ինքնակամ հրաժարական ներկայացնի, որտեղ մենք նշեցինք, որ վստահության կորուստ կա եւ չենք վստահում այլևս ձեզ, սակայն Տիկին Դանիելյանն ասաց, որ այս աթոռից կհրաժարվի միայն այն դեպքում, երբ որ հակակոռուպցիոն կոմիտեն իրեն մեղադրանք առաջադրի։ Ես կարծում եմ, որ այս պահին խնդիրը բացառապես իրավական տիրույթում է եւ պետք է իրավապահները պարզեն արդյոք իրենք պատշաճ քննություն իրականացրել են այս ընթացքում եւ հավելյալ, այսպես ասած, բոլոր մեխանիզմներն ու լծակները գործի դրել են, որ այս գործը հնարավորինս շուտ բացահայտվի եւ մարդիկ քրեական համապատասխան իրենց քրեորեն պատժելի արարքի համար պատասխանատվության ենթարկվեն։ Ծնողներն ինչ են անելու այս դեպքում։ Հիասթափված ծնողները ասում են, ինչ դեմքով, ինչ երեսով եք մեզ բարև տալու, ինչպես եք անցնելու դառնալու։ Մարդ կար նշում էր, ասում էր, ես երևի մտածեմ երեխայիս հանեմ մանկապարտեզից, ես չեմ պատրաստվում իմ երեխային հանեմ այս մանկապարտեզից։ Ես իմ երեխային տվել եմ պետության հանձնառությանը, այստեղ Հայաստանի Հանրապետության դրոշը կախված այս մանկապարտեզի դիմաց եւ պետությունը պետք է հոգ տանի մեր երեխաների առողջ դաստիարակության համար։ Ես հավատում եմ, հույս ունեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն, իդեմս պարոն Արթուր Նահապետյանի բավականաչափ կամք կցուցաբերի, որպեսզի այս գործը իրավական հանգուցալուծում գտնի։ Ես իդեպ կան գործեր, որի շրջանակներում այս պահին 50-ից ավելի քննիչներ են ներգրավված, այս գործով, եթե չեմ սխալվում, մեկ քննիչ է զբաղվում, ամբողջ այս գործը թողնել մեկ քննիչի վրա, կարծում եմ արդար չէ։ Այդ մասով վստահ եմ, որ եթե պատշաճ քննություն իրականացնեն, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Իսկ Տիկին Դանիելյանի մասով մենք պարզապես առաջարկեցինք իրեն շատ հաշտության եղանակով, ի վերջո չանցնենք կարմիր գծերը, իր պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու շանս տվեցինք, հնարավորություն տվեցինք, նա հրաժարվեց, կարող եք արդեն իր հետ զրուցել, ինքը ինձ թվում է կաթարանա եւ կնշի, թե ինչքան անմեղ է ինքը։ Իսկ այն տղամարդու հետ կապված, որ ասում եք անհանգստանում եք, որ ներսում է իր աշխատասենյակում է, պարզաբանեց ով է։ Ճիշտն ասած չտեղեկացանք ճշտեք տնօրենից, ասացին, որ ամուսինն է, ես հստակ տվյալ չունեմ, բայց գիտեմ, որ որևէ այլ օտար անձ իրավունք չունի մանկապարտեզի ժամում գտնվել ներսում, ինձ թվում է իրավապահները ու եթե հետևում էին, այնտեղ մշտոցել եղավ, ծնողներից մեկին հրեց, հուսով եմ պատշաճ գնահատական կտանք եւ կպարզեն ով էր այդ անհայտ անձը, որը եկել էր եւ միջամտում էր ծնողների գործունեության, որոնք այստեղ գտնվելու ժամին հենց 4-ից հետո թույլատրվում է նոր մտնել երեխաներին վերցնել, մենք 4-ից հետո եկել են եւ վերցրել էինք։ Ու հիմա ես մի հատ այսպես մի միտք էլ ասեմ ամփոփելու համար, ումա պետք էս գեղեցիկ սարքած մանկապարտեզը, եթե այստեղ պաշտոնավարելու է մեկը, ով չակերտավոր այս պահին մեղքը դեռևս ապացուցված չի, կապ ունի պետության փողերը յուրացնելու հետ, այսինքն լավ ժողովուրդ, ինչի մասն է խոսքը, ուր ենք հասել մենք, շնորհակալ եմ։